FM 107-ի լրատվականը շարունակում է աշխատանքը, ստուդիայի մեջ Ժիրայր Ոսկանյանը, այսօր եթերում։ Արտակ Նազարյանի գործով առաջիկայում կլինեն սենսացիոն բացահայտումներ, Ռուբեն Մարտիրոսյան։ Միայն օրենսդրության փոփոխությամբ դժվար է հասնել լուրջ հաջողությունների, Աշոտ Մելիքյան։ Կենսաթոշակային կուտակային նոր համակարգը հնարավորություն կտա երաշխավորել ապահով ծերություն։ Այժմ այս եւ այլ թեմաների մասին առավել մանրամասն։ 2010 թվականի հուլիսի վերջին Տավուշի մարզի զորամասերից մեկում մահացած Արտակ Նազարյանի գործով գրվել եւ դրվել են կեղծ փաստաթղթեր։ Այս մասին դեկտեմբերի 16-ին նշել է այս գործով զբաղվող իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը։ Նրա խոսքով արդեն 4 հայտարարություն է ուղարկվել գլխավոր դատախազին, որոնք կամ պետք է մերժվեն, կամ քրեական գործ հարուցվեր ներկայացված փաստաթղթերի առթիվ։ Սակայն դատախազը գնացել է երրորդ ճանապարհով։ Մեր հայտարարությունները հանցագործության մասով ուղարկել է դատարան այն դեպքում, երբ դատարանը իրավասու չէ քրեական գործ հարուցել, նշել է Ռուբեն Մարտիրոսյանը եւ ավելացրել, որ գործով մեղադրվող Հարություն Հարությունյանը դատանում խոչընդոտում է օբյեկտիվ քննությանը։ 6 ժամ առաջ Արտակ Նազարյանին դաժանորեն ծեծել եւ խոշտանգել են։ Մենք գիտենք մարդասպանների մոտավոր շրջանակը, բայց գործի շահերից ելնելով դեռևս չենք բացահայտի, բայց առաջիկայում կլինեն սենսացիոն շատ բացահայտումներ, որոնք սահմռկեցուցիչ են, ավելացրել է Ռուբեն Մարտիրոսյանը։ Թեման առավել մանրամասն կներկայացնենք ժամը 18-ին Արմ ռադիոյի լրատվական հիմնական թողարկման ընթացքում։ Վիրավորանքի եւ զրպարտության ապաքրեականացումն առաջընթաց քայլ է, բայց մի երկրում, որտեղ չկա անկախ դատական համակարգ եւ քաղաքական մշակույթն էլ այն մակարդակին չէ, որ քննադատության հանդեպ ցուցաբերվի հանդուրժողականություն, միայն օրենսդրության փոփոխությամբ դժվար է հասնել լուրջ հաջողությունների։ Այսօր կայացած զանգվածային լրատվամիջոցների եւ խոսքի ազատությունը մասնագիտական պատասխանատվության եւ իրականության միջև խորագրով համաժողովին նման տեսակետ է հայտնել Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։ Խոսքի ազատության ոլորտում խնդիրները բազմաթիվ են եւ միշտ չէ, որ դրանք կապված են զրպարտության եւ վիրավորանքի հետ։ Ավելի հաճախ քննադատության հանդեպ է ցուցաբերվում անհանդուրժողականություն, ասել է Աշոտ Մելիքյանը։ Կենսաթոշակային կուտակային նոր համակարգը հնարավորություն կտա քաղաքացիներին երաշխավորել իրենց ապահով ծերությունը։ Այս մասին նշել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Մենք փոխում ենք քաղաքացիական մտածողությունը եւ նրանց մոտիվացիան։ Աշխատող քաղաքացին պետք է մտածի, որ ինքն է պատասխանատու իր ապագայի համար եւ կուտակումներ կատարի իր ապահով ծերության համար, ասել է վարչապետը։ Այդպիսի տրամաբանություն է դրված կենսաթոշակային փոփոխումների հիմքում, ինչը համահունչ է ժամանակակից աշխարհի իրողություններին։ Մենք ստեղծում ենք ազատ մտածող մարդու միջավայր, ով պետք է կարողանա իրացնել իր ազատությունը։ Կենսաթոշակային բարեփոխումները մեր հասարակությունում փոխելու են տնտեսական եւ ֆինանսական մտածողությունը, նշել է Տիգրան Սարգսյանը։ Հայաստանում առաջիկա խորհրդարանական ընտրություններում կավելանա կին պատգամավորների ներգրավվածությունը։ Այս տեսակետը դեկտեմբերի 16-ին գիտելիքը որպես կանանց քաղաքական մասնակցության եւ քաղաքացիական նախաձեռնությունների նախադրյալ երկրորդ հանրապետական հանդիպում համաժողովի ժամանակ հայտնել է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը։ Նրա խոսքով կանայք իրենց աշխատանքով կարող են նպաստել օրենսդրության կատարելագործմանը։ Մենք պետք է կարողանանք ճիշտ օգտագործել կանանց ռեսուրսները։ Ձեռնամուխ եղանք ընտրական օրենսգրքի փոփոխությանը, որտեղ կանանց տոկոսը հասցվեց 20%-ի, որը նույնպես բավարար չէ, ասել է Զոհրաբյանը։ Նա նշել է, որ 131 պատգամավորներից միայն 11-ն են կին, սակայն բոլորն էլ շատ ակտիվ են ի տարբերություն հարևան երկրների։ Թեման առավել մանրամասն կներկայացնենք Արմ ռադիոյի լրատվական հիմնական թողարկման ընթացքում ժամը 18-ին։ CNN Թուրքի փոխանցմամբ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Անկարայում հանդիպում է ունեցել Լեհաստանի դեսպանի հետ, որին մասնակցել է նաև Անկարայում Եվրոպական միության այլ երկրների դեսպաններ։ Հանդիպման ժամանակ Դավութօղլուն անդրադարձել է Ֆրանսիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի առաջիկա քննարկմանը, այդ օրինագիծը որակելով որպես անընդունելի։ Այդ նախաձեռնությունը Թուրքիայի տեսանկյունից անընդունելի է, այն հակասում է խոսքի ազատությանը եւ վնասում թուրք-ֆրանսիական մերձեցմանը։ Ներկայում թուրքերը սպառնում են, որ դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի խորհրդարանի կողմից այդ օրինագծի ընդունման դեպքում Փարիզից ետ է կանչվելու Թուրքիայի դեսպանը։ Այսքան է ժամի համար։ Հավելեմ, որ այսօր ԱՄՆ դոլարը միջինը գնվում է 381 դրամով, եվրոն 494-ով, օդի ջերմաստիճանն այժմ -2 է։ Հիշեցնեմ, որ FM 107-ի լրատվությանը կարող եք հետևել նաև համացանցում, YouTube-ում, Facebook-ում եւ Twitter-ում, փնտրելով Arm Radio FM 107։ Իսկ թողարկումից անմիջապես հետո կարող եք հետևել տնտեսական նորություններին, որոնք կներկայացնի Սիրանուշ Ոսկանյանը։